Եկեք մտորենք երկրորդ Կորինթացիներ 3-րդ գլխում նշված. Մեր նամակը դուք եք ուղերձի իմաստի շուրջ։ Նամակը կարելի է համարել սրտում եղածի անմիջական արտահայտությունը։ Նամակները սրտում եղածը փոխանցելու միջոց են, որն աչքով տեսանելի չէ։ Այսօր որպես քրիստոնյա մեր բնույթն ու բնավորությունը պետք է լիովին արտացոլեն Աստվածաշնչի մեծ ուսմունքները։ Եկեք նայենք երկրորդ Կորինթացիներ 3-րդ գլխի 2-րդ համարին։ Մեր նամակը դուք եք, մեր սրտում գրված բոլոր մարդկանց կողմից ճանաչված ու կարդացված։ Այստեղ սրբերը դիտվում են որպես նամակ։ Ակնհայտ է, որ դուք եք Քրիստոսի նամակը մեր ծառայությամբ գրված ոչ թե թանաքով, այլ կենդանի Աստծու հոգով, ոչ թե քարե տախտակների վրա, այլ սրտի մարմնեղեն տախտակների վրա։ Քրիստոսի նամակը նշանակում է, որ նրա ուսմունքներն ու գործերն ուղղակիորեն արտացոլվում են մեր արարքներում առօրյա կյանքում։ Պարզ ասած, քրիստոնյա լինելը նշանակում է դառնալ քայլող Աստվածաշունչ։ Նույնիսկ առանց Աստվածաշունչ կարդալու, դիտելով քրիստոնյաների գործերը, խոսքերն ու վերաբերմունքը, մարդ պետք է մտածի. ահա թե ինչ է Աստվածաշունչը պատվիրում գործադրել։ Սա է քարոզելու այն ձը, որ սովորեցնում է Աստվածաշունչը։ Նայելով նրանց, հասկանում ես, որ Աստվածաշունչը սովորեցնում է քարոզի խոսքով օգնել դժվարության մեջ հայտնվածներին։ Այսպիսով, մարդիկ պետք է կարողանան մեր միջոցով սովորել Աստվածաշնչի ուսմունքները։ Պողոս առաքյալի մեր նամակը դուք եք ուղերձը նշանակում է, որ մեր գործողությունները պետք է թույլ տան ուրիշներին հասկանալ Աստվածաշունչը, առանց այն կարդալու։ Սակայն այսօր թե շատերն են հավատում Աստծուն, քչերն են ապրում որպես Քրիստոսի իսկական նամակ։ Խնդրում եմ կարդացեք Մատթեոսի ավետարանի 7-րդ գլուխը, 21-րդ համարը։ Ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողն է երկնքի արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է իմ հոր կամքը, որ երկնքում է։ Գրված է, որ միայն նա, ով կատարում է հոր կամքը, կարող է մտնել երկնքի արքայություն։ Հիշեք շաբաթ օրը, այն սուրբ պահելով, պահեք զատիկը, կանայք պետք է գլուխները ծածկեն քողով։ Այս բոլոր խոսքերը մեր մեջ անձամբ փորագրել է Քրիստոսը, քանի որ դուք նրա նամակն եք, վարվում եք ըստ գրվածի։ Քանի որ մենք Քրիստոսի գրած նամակներն ենք, շաբաթ օրը պահում ենք, ինչպես գրված է։ Ո՞վ է գրել «Պահիր շաբաթ օրը» պատվիրանը։ Միթե Աստծո Քրիստոսի գրածը չէ։ Իսկ «Պահեք զատիկ» պատվիրանը։ Այն նույնպես Քրիստոսի Աստծո գրածն է։ Քանի որ դուք նրա նամակն եք, այժմ դրանք փորագրում եք ըստ գրվածի։ Շաբաթ օրը զատիկը պահելու պատվիրանները փորագրվում են մեր սրտերում։ Այսպիսով, մենք Քրիստոսի նամակներն ենք։ Սակայն այս երկրի վրա կան բազմաթիվ մարդիկ, ովքեր Քրիստոսի նամակները չեն։ Այդ պատճառով Հիսուսն ասում է. ոչ թե ամեն ինձ Տեր, Տեր ասողն է մտնելու երկնքի արքայություն։ Աստծո խոսքը կատարելու համար նախ պետք է այն ունենանք մեր սրտերում։ Միայն նրանք, ովքեր Աստծո խոսքն ունեն իրենց սրտերում, կարող են վարվել ըստ խոսքի։